կարեկցանքի կարիք ունի պացիենտը, այսա կարող եմ ասել, որտեղ այն կեցվածքը, որը ինքը ցույց է տալիս, հոգեկան, հոգեվարքի դրսևորում է, թե պատճառները ինչ են, չգիտեմ, երևի պետք է հոգեբուժներից հարցնել։ Ձեր կարծիքով քարոզարշավը արդյոք դուրս չի գալիս արդեն օրենքի շրջանակներից եւ արդյոք այս հռետորաբանությամբ միջև ուր կարող է հասնել իրավիճակը, որովհետեւ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը բացահայտ, ասում է այո, ես սպառնում եմ, իսկ իրավապահները, այսպես ասենք, չեն նկատում կամ չնկատելու են տալիս։ Ես պատկերացնում եմ որևէ ընդդիմադիր նման սպառնալիքներով հանդես գալ։ Արդեն կալանավորված կլներ։ Եվ ոչ միայն ինքը։ Ենթադրում եմ, որ բարեկամներից էլ ինչ-որ որոշ մարդկանց հետ կտանեին։ Սա վաղուց արդեն օրենքի շրջանակներից դուրս է եւ կարծում եմ, որ մեր ժողովուրդը պիտի համաչափ արձագանքի։ Եվ այդ համաչափ արձագանքելը ԿՊ-ին ապտակելն է հունիսի 7-ին։ Եվ եթե թույլ տաք վերջին հարցը, նրանք ասում էին քաղաքացիները գերագույն արժեք են, բայց հիմա Փաշինյանը քաղաքացիներից մեկին ասում է, ինչու ես ողջ մնացել, ինչու չես զոհվել պատերազմում։ Նրա դիմակիցներից մեկն էլ, օրինակ Պապիկյանը, ասում է քաղաքացիներին տրորելով կանցնել, այսպիսի սպառնալիք է ասում։ Ինքը մեկ քաղաքացու չի ասել դա, ինքը ասել է ըստ էության 150,000 արցախցիներին։ Ասել է, թե ինչի չեք զոհվել։ Եվ դրանով ինքը ասել է նաև շատ ավելի մեր քաղաքացիներին, որոնց քաղաքացիների նախնիներին, որոնք ժամանակին լքել են Թուրքիա հենց նույն պատճառով։ Կամ պետք է զոհվեին, կամ պետք է փոխեին հավատը, կրոնը, պետք է թուրքանային։ Բոլոր այդ մարդկանց ուղղակի վիրավորել են։ Եվ կրկանեմ, սրա ապտակը պետք է լինի եւ պատասխանը պետք է լինի հունիսի 7-ին։